Ժամը 17-ների Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անինեմ Զաքարյան, շատ բարի օր։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին իրավապահները ձերբակալել եւ բերում են Երևան, ձերբակալվածների թվում է նաեւ երկրորդ քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Քաղաքապետարանի աշխատակազմի նշան բողոքի գործադուլ է հայտարարել։ Գյումրիում լարված իրավիճակ է առավոտից, ոստիկանական ուժերի կուտակումներ, հրմշտոցներ, նեղ միջանցքներում եւ շտապօգնություն, այս դրվագներն են առավոտից տարածվող կադրերում։ Գյումրիում է նաեւ մեր նկարահանող խումբը Հանրապետության երկրորդ քաղաքից, պատմում է իմ գործընկեր Մերի Դանիելյանը։ Այո, Անի, ես լսում եմ, մենք դեռ Գյումրիում ենք քաղաքապետարանի մոտ, որտեղից քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին, չնայած բազմաթիվ աջակիցներ էին այստեղ հավաքվել դա թույլ չտալու համար, այնուամենայնիվ ոստիկաններին հաջողվեց հետևի մուտքից հանել քաղաքապետին, այն ժամանակ, երբ քաղաքացիները հավաքված էին շենքի դիմաց։ Հիմա կարող եք տեսնել Ղուկասյանին բերման ենթարկելու կադրերը։ Մինչև բերման ենթարկելը բավականին լարված իրավիճակ էր Վարդանանց հրապարակում, քաղաքացիների եւ կարմիր բերետավորների միջև քաշքշուկ էր սկսվել եւ մոտիկից լուսաբանելը բավականին բարդ էր։ Այդ կադրերը եւս ձեր էկրաններին են հիմա։ Մարդիկ, որ կանգնած են վիժվածքները, քաշելով մազերս, որ այսօրվա օրը ինչի համար հանցագործ Վարդանիկ է ստեղ նստած, ոչ մեկից ես չունեմ վախենալու, որովհետև ես այսօր ծնողազուրկ մայր եմ, հրեք իմ ապրելակերպս նայեք, մտել եմ իրան խնդրելով իրան, որպեսզի քաղաքապետ ինչ-որ միջոց տա քեզ են տվել, որ դու այսօրվա օրը ստեղ կանգնած ես, իրա փող տալող, իրա երեխեքի վրա չես զբարդողին եղնի։ Քաղաքապետի աջակիցները, որոնք այստեղ հավաքված էին, անհիմն են համարում նրան առաջադրված մեղադրանքները եւ ասում են, որ դա իշխանության հատուկ պատվեր է։ Տարածքում հոգեվորականներ եւս կային, որոնք նույնպես եկել էին աջակցելու Վարդան Ղուկասյանին, լսենք նրանց։ Շատ վատ բան կատարվեց։ Հերթով այսպես տանում են բոլոր արդար մաքուր ծաղկեցող մարդկանց։ Ես իրան ցույց տվեցի, ասեցի նայեք, ամենափրկիչը, Սուրբ Նշան եկեղեցին, Վարդանանց արձանը, որ մեկը ասենք, քաղաքապետարանը, որ մեկը ասենք, ծաղկեցող մարդուն կարելի է տանել։ Ճիշտ ասած, ես մի բան ասեմ, մենք ենք ընտրել մեր քաղաքապետին, մենք սիրում ենք, հարգում ենք, մեզ միշտ օգնել են, մինչև առեսօր ժողովրդին օգնելը։ Ին Նիկոլի երացը գործերն են ասիկ, ուրիշ ոչ մի բան։ Նիկոլը հենց քաղաքից դուրս ագալը ուրիշ երկրներ, սկսում է հաբլաբը, դուք չեք զգացել, չեք նկատում, սիկ ինչ կկատարվի։ Ուրեմն ես իմ երկրից մեջ իրավունք չունիմ, ես նոր գնացել եմ սուրճ պետք է վերցնեմ, ես վախենամ կմոտ կնամ բանին։ Ընդեղ սուրճի տեղը, որովհետև փագել են տվել թիաթուրեն, կոմիցել են փագել, գնացեք նայեք, փագ ասախ, սիկ ինչ կկատարվի, վերջը մարդ ենք։ Շոու էր ուղղակի եւս մեկ անգամ հայ ժողովրդին ցույց տալու իշխանության ուժը, գրգռելու, նվաստացնելու ժողովրդին, եթե կարողանական կորզնելության կարիք, դա կարելի էր անել ավելի պարկեշտ, ոչ թե շոու կազմակերպել։ Էլի էժան պրդանք, որ շատ արուն չթափվեց, որ Հիշեցնեմ, վաղ առավոտից ուժայինները մտել էին Գյումրիի համայնքապետարան ըստ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական գործողություններ իրականացնելու։ Իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նույն վարույթի շրջանակում 8 անձանց ներառյալ համայնքի ղեկավարի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու եւ ձերբակալելու մասին որոշումներ։ Կոմիտեից ավելի ուշ հայտնել էին, որ փաստական տվյալներ են ստացվել Գյումրի համայնքի ղեկավարի եւ գլխավոր ճարտարապետի կողմից կաշառք գումարներ պահանջելու եւ ստանալու դեպքի վերաբերյալ։ Կոմիտեն կից հրապարակել էր նաև ձայնագրություն։ Գյումրու քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը հայտարարել էր, որ այս լարված իրավիճակում համայնքապետարանի ողջ տեխնիկան իրավապահները տարել էին։ Նրա խոսքով սա նշանակում էր պարալիզացնել քաղաքը։ Այժմ Վարդան Ղուկասյանին տանում են Երևանի հակակոռուպցիոն կոմիտե, քաղաքացիներից շատերն ասում էին, որ նրանք եւս գնալու են մայրաքաղաք, այնտեղ եւս Ղուկասյանին սատարելու համար։ Մենք նույնպես ուղևորվում ենք Երևան արդեն տեղում իրադարձությունների զարգացումներին հետևելու համար։ Անի
Շարունակենք Վատիկանում Հռոմի Լևոն 14-րդ պապի գլխավորությամբ կիրակի տեղի է ունեցել Իգնատիոս arczepiskopos Մալոյանի եւ 6 այլ երանելիների սրբադասման արարողությունը իրադարձության կապակցությամբ Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր հավատացյալներ են հավաքվել։ Ներկա է եղել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դեռևս 2001 թվականի հոկտեմբերի 7-ին Հռոմի Հովանես Պողոս II պապը Իգնատիոս սրբազանին հանդիսավոր արարողությամբ դասել էր երանելիների շարքը։ Արարողության առաջին հատվածը կատարվել է հայկական ծեսով, որը վարել է Կիլիկիո հայոց կաթողիկե պատրիարք Ներսես Պետրոս 19-րդը։ Arczepiskopos Մալոյանի սրբադասման վերաբերյալ փաստաթուղթը ստորագրել է Ֆրանցիսկոս պապը այս տարվա մարտի 28-ին։ Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Լևոն 14-րդ պապի հանդիսապետությամբ սրբերի շարքը դասվեցին arczepiskopos Իգնատիոս Մալոյանը ու եւս 6 երանելիներ։ Պատմական իրադարձությանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արարողության ընթացքում մի պատիվ հայ սրբազանի հնչել է նաեւ հայերեն աղոթք։ Թողան միշտ անսասան բահե հավատքի թավանանքը։ Յուրաքանչյուր մարդու ավետ է փրկության ավետարանը Եվ բոլորը առաջնորդ է թեպի այն հույսը, որ չի հիասթափեցներ։ Իգնատիոս սրբազանը, որը ծնվել է Օսմանյան կայսրությունում, 19-րդ դարավերջին 27 տարեկանում ձեռնադրվել է հոգևորական, անդամագրվել Զմառի պատրիարքական կղերական միաբանությանը, ստանալով Իգնատիոս անունը։ 1915 թվականի ապրիլի 30-ին հայոց ցեղասպանության օրերին թուրք զինվորները շրջափակում են Մարտինի հայ կաթողիկե առաջնորդարանն ու եկեղեցին, զենքի թաքստոց փնտրելու պատրվակով։ Այս դեպքերից մեկ ամիս անց arczepiskopos Մալոյանը 27 այլ հայ կաթողիկե երևելիների, իսկ հաջորդ օրը նաև մյուս հոգևորականների ու բազմաթիվ հավատացյալների հետ ձերբակալվում է։ Սա մեծ տոն է հայ եկեղեցու համար։ Հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Իգնատիոս Մալոյանը իր կյանքը տվեց իր ժողովրդին, իր համայնքի համար։ Բանտում Մարտինի ոստիկանապետ Մահմուդ Բեյը պահանջում է, որ arczepiskopos-ը ուրանա քրիստոնեությունը եւ իսլամ ընդունի։ Մերժումից հետո սրբազանին կտանքների են ենթարկում, փայտով հարվածում ոտքերին, քաշում եղունգները։ Ի պատիվ Սուրբ Երրորդության, կաթողիկե հավատքի բարձրացումին եւ քրիստոնեական կյանքի աճումին համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի եւ Պետրոս եւ Պողոս Սուրբ առաքյալներու եւ մեր հեղինակությամբ Աստվածային օգնությամբ պատշաճ խորհրդակցութեն է եւ հաճախակի աղոթքները յետք, ինչպես նաեւ մեր եղբայր եպիսկոպոսներին շատերու խորհուրդը խնդրել է հետո, մենք կհայտարարենք եւ կսահմանենք, որ հիշյալ երանելիները որպես սուրբեր Հունիսի 10-ի գիշերը մոտ 450 հայի, այդ թվում arczepiskopos-ի եւ այլ հոգևորականների շղթայակապ քշում են դեպի անապատ։ Ճանապարհին նա քաջալերում էր իր հոտին, լսում նրանց խոստովանությունները, գիտեր դա մահվան երթ է։ Շեյխանի քարանձավների մոտ Մահմուդ Բեյը մի վերջին անգամ Մալոյանից պահանջում է կրոնափոխ լինել ու էլի մերժվում։ Պատասխանից կատաղած Մահմուդ Բեյին անձամբ կրակում սպանում է arczepiskopos-ին։ Մոտ 1 դար անց 2001-ին Հռոմի սրբազան քահանայապետ Հովանես Պողոս II-ը Իգնատիոս arczepiskopos Մալոյանին հանդիսավոր արարողությամբ դասել էր երանելիների շարքը։ 11 հունիս թվականին Հիսուսի Սուրբ Դոնին օրը սպանվեցավ, մինչև վերջ թիմադրելով վճռականորեն իր հավատքը։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ։ Նորին սրբությունը ողջունել է վարչապետ Փաշինյանի այցը Վատիկան եւ մասնակցությունն arczepiskopos Իգնատիոս Մալոյանի եւ 6 այլ երանելիների սրբադասման արարողությանը։ Նա ընդգծել է Սուրբ Աթոռի եւ Հայաստանի միջև հաստատված սերտ հարաբերությունները, հատկապես կարևորելով Վենետիկի Մխիթարյան միաբանության դերն այդ կապերի խորացման գործում։ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Լևոն 14-րդ պապի առաջնորդությամբ կշարունակվի Սուրբ Աթոռի եւ Հայաստանի միջև սերտ երկխոսության ավանդույթը, ինչպես նաեւ Հայաստանի համար կարևոր հարցերի նկատմամբ ցուցաբերվող հետևողական ուշադրությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին։ Նորին սրբությունը հույս է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը կդառնա համագործակցության եւ կայունության նոր փուլի սկիզբ։
Քաղաքական կյանքում կտրուկ շրջադարձերի եւ ցնցումների, հանրային լարվածության ու ձերբակալությունների ֆոնին հնարավոր է դարձել մի իրականություն, երբ քրեական հետապնդման կարող է ենթարկվել նույնիսկ ամենայն հայոց կաթողիկոսը։ Ավելին, օդում պտտվող հարցն է, արդյոք քննչական մարմինները կկայացնեն նրան ձերբակալելու որոշում։ Համենայն դեպս վարույթ նախաձեռնվել է նույն ենթադրյալ հանցանշանով, որով կալանքի է տարվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը։ Սիմոն Հովհաննիսյանն է անդրադարձել թեմայի շուրջ վերջին զարգացումներին։ Չմիածին ուխտագնացություն էին կազմակերպել քաղաքական ու հասարակական դեմքերը մեր ձևով շարժման գլխավորությամբ իրենց աջակցությունը հայտնելու ամենայն հայոց կաթողիկոսին լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալին։ Վերջին զարգացումներից հետո կանխատեսումներ կան, որ 3 թեմակալ առաջնորդներից հետո հաջորդը կաթողիկոսին են ձերբակալելու։ Այսօր եկել ենք ուխտի եւ այս մեր ուխտով Եվս մեկ անգամ ուզում ենք ցույց տալ, որ հայ ազգը կանգնած է եկեղեցու կողքին, հայ ազգը կանգնած է Մայր Աթոռի կողքին եւ թող X մարդիկ հստակ տեսնեն, որ մենք մեր Սուրբ եկեղեցու կողքին ենք եղել, կանք եւ լինելու ենք մեր եկեղեցու կողքին։ Ուրբաթ հրապարակվեց մի սկանդալային ձայնագրություն հեռախոսազանգ Նաթան Սրբազանի ու կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան Աբեղայի միջև։ Աբեղան գանգատվում էր, թե կաթողիկոսը իրեն հորդորել է գնալ հակաիշխանական ցույցերին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ ցույցերին մասնակցել հարկադրելու մեղադրանքով մինչ այդ կալանավորվել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, Գարեգին Վեհափառի քրոջորդին։ Մայր տաճարի մոտ հավաքված ուխտավորները ամենայն հայոց կաթողիկոսին դիմավորել են ծափերով ու վանկարկումներով։ Աղոթքներով եւ ուղերձով է դիմավորել Գարեգին II հայրապետը հավատացյալներին։ Մեր սրտերը ծանրացած են տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումներով եւ կեղծ ու շինծու մեղադրանքներով կալանավորվել Միքայել Բագրատ Մկրտիչ Սրբազանները, Սամվել Կարապետյանը, ասել է Գարեգին II կաթողիկոսը վստահեցնելով, որ բոլոր փորձությունների պարագայում հայ եկեղեցին անսասան կմնա։ Մեր Սուրբ եկեղեցին անսասան է, հզոր, հավատավոր մեր ժողովրդով եւ նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը, հետանում լինելով նաև մեր ազգի եւ հայրենիքի շահերի պաշտպանության։ Մեր կոչն է մեր զավակներին ամուր մնա, չտկարանա, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, այլ առաջ ընթանալ, առաքելապատվել քաջությամբ, թե Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ զորության, սիրո եւ զգացության։ Տարածված ձայնագրությունն ակտիվ քննարկում են իշխանականները, ասում են հոգևորականին ոչ միայն դրդում են մասնակցել ցույցի, այլև աշխատանքային վատ պայմաններ են ստեղծում չընթարկվելու դեպքում։ Բոլորը Հայաստանում բոլորը գիտեն, որ կտրիչ ուխտազանց է, որ Գարեգին B Քոչարյանասերը ուխտազանց է, բոլորը դա գիտեն, բոլորը գիտեն, որ իր մեջ առանձնապես ինքը տոգորված չի աստվածաբանությամբ, չգիտեմ, սրբությամբ, հավատքը իրան այդքան չի հետաքրում, որովհետև եթե հետաքրեր, չգիտեմ, Քոչարյանին ավելի շատ չէր սիրի, քան մյուսներին, որովհետև պարզվեց այդքան էլ հավատացյալ չի, այսքան եւ այսպես շարունակ։ Բոլորը սա գիտեն։ Բայց բոլորը այս մի կողմ են թողում ու ասած այդ սրբի բանը հակնում են, ինչա կոչվում դա, սրբի դիմակարի Հա, դիմակը հակնում են, քողը սրբի քողը քաշում են գլխների։ Այս հակաեկեղեցական Փաշինյանը։ Քննչական կոմիտե աղմկահարույց ձայնագրության մասին հաղորդում է ներկայացվել, նախնական տվյալներով մեղադրյալ դեռ չկա։ Սիմոն Հովհաննիսյան, Reopen Media։ Բաքվի կեղծ դատավարությունները տեղի են ունենում փակ դռների հետևում հեռու անկախ լրատվամիջոցների եւ միջազգային դիտորդների աչքից։ Դեմ գնալով արդարադատության բացեի բաց մերժման Բաքվի քաղաքականությանը քաղաքասարակությունն ու իրավապաշտպանները փորձում են ճեղքել անտարբերության պատը։ Reopen Media-ի ֆրանսալեզու թողարկման իմ գործընկեր Հասմիկ Առաքելյանը զրուցել է այս պայքարի առաջամարտիկներից ֆրանսահայ Ռաֆի Ֆիլիպ Գալֆայանի հետ, Եվրոպայում մեծ հեղինակություն ունեցող միջազգային իրավունքի փորձագետ եւ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ մեր հայրենակիցն աննախադեպ իրավական գործընթաց է նախաձեռնել, որի նպատակն է ակտիվացնել ԵԱՀԿ-ի հազվագյուտ գործիքներից մեկը՝ Մոսկվայի մեխանիզմը, որպեսզի հասնի միջազգային փաստահավաք առաքելության ստեղծմանը։
Միջազգային իրավունքի մակարդակով միակ բավականաչափ հզոր մարմինը, որը կարող է Բաքվին ստիպել հայ գերիներին ազատ արձակել, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է։ Այն միակն է, որ կարող է իրական պատժամիջոցներ կիրառել պետության դեմ, գլխավոր ասամբլեայի բանաձևերը կամ իր իսկ բանաձևերը չկատարելու համար։ Բայց դա տեղի չի ունենա, քանի Հայաստանի կառավարությունը պաշտոնապես չի դիմել։ Այս համոզմունքն ունի ֆրանսահայ հեղինակավոր իրավաբան Ֆիլիպ Ռաֆի Գալֆայանը, որը միջազգային բարձր ատյաններում զբաղվում է Ադրբեջանում գտնվող գերիների ազատության հարցերով։ Անվտանգության խորհրդին կարելի է դիմել երկու եղանակով, կամ գլխավոր ասամբլեան է մեծամասնության որոշում եւ անվտանգության խորհրդից պահանջում զբաղվել հայ պատանդների հարցով, կամ խորհրդի անդամ պետություններից մեկն է այդ հարցը բարձրացնում։ Ինչպես գիտեք, անվտանգության խորհուրդն ունի 15 անդամ, որոնցից 5-ը մշտական են։ Դրանք են ԱՄՆ-ն, Հուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան։ Նրանք նաեւ վետոյի իրավունք ունեն։ Այսօր բավականաչափ պայմաններ չկան գլխավոր ասամբլեայում, քանի որ նախ Հայաստանը չի կարող մեծամասնության ձայներն ապահովել, եւ համենայն դեպս նա որևէ պահանջ ներկայացնելու մտադրություն էլ չունի, առավել եւս անվտանգության խորհրդում։ Այսպիսով, այս տարբերակի մասին մոռանանք, քանի որ այն իրատեսական չէ։ Ֆրանսահայ իրավապաշտպանը ձեռքերը ծալած չի նստում։ Նա այս տարվա սկզբից ԵԱՀԿ-ում գործընթաց է սկսել, որ միջկառավարական կազմակերպությանը դրդի վերահսկողություն եւ դիտորդություն իրականացնել Ադրբեջանում հայ գերիների դատավարություններին։ Իմ նախաձեռնած գաղափարն այն էր, որ մենք դիմենք այսպես կոչված Մոսկվայի մեխանիզմին, որը ԵԱՀԿ-ի նախատեսած գործիք է եւ թույլ է տալիս գործարկել միջազգային փաստահավաքառակելություն, բաղկացած 3 փորձագետներից, որոնք ընտրվում են ԵԱՀԿ-ում հավատարմագրված փորձագետների ցուցակից եւ նպատակաուղղված են հետաքննել այն հարցերը, որոնք նախապես սահմանում են ԵԱՀԿ անդամ պետությունները։ Մենք անդամ պետություններին առաջարկել ենք, որ այդ հետաքննությունը կենտրոնանա ընդհանուր առմամբ Ադրբեջանում քաղաքական նկատառումներով ձերբակալման, կալանքի եւ դատավարության պայմանների վրա, հատուկ ուշադրության արժանացնելով հայ գերիներին, քանի որ մենք ընդգծել ենք հայ գերիների դեպքում կա նաեւ ազգային պատկանելության հիմքով խտրական վերաբերմունք։ Թեև Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը պնդում են, որ իրենք զբաղվում են գերիների ազատ արձակմամբ, սակայն միջազգային իրավունքի փորձագետ Գալֆայանը գործնականում ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպումներում այլ բան է տեսնում։ Պարզվում է, Հայաստանի դիվանագետները որևէ պահանջ չեն ներկայացրել։ Իրավական լուրջ նախաձեռնությունների ճանապարհին Ռաֆի Գալֆայանն ու իր թիմը այսպիսի խնդիրների են բախվում, քանի որ մի շարք դեսպաններ հակադարձում են, թե չեն կարող քայլեր նախաձեռնել։ Հայաստանը չի դիմել իրենց։ Չնայած այս խոչընդոտներին, մեր ներկայությունը, մեր բանավոր ելույթները, դիվանագիտական ներկայացուցիչները հետ ունեցած մեր հանդիպումները ցույց են տալիս, որ մենք կանք եւ որ ԵԱՀԿ-ն պետք է քննարկի այս խնդիրը։ Այդպիսով մենք ԵԱՀԿ-ին եւ նրա բոլոր անդամներին հիշեցնում ենք այս հարցում իրենց պարտավորությունների մասին, քանի որ ԵԱՀԿ-ն ի սկզբանե զուտ դիվանագիտական կառույց չէ։ Այն ստեղծվել է հարգելու եւ պաշտպանելու այն իրավունքները, որոնք սահմանված են Հելսինկյան սկզբունքների հիման վրա։ Սա փաստորեն բոլոր անդամ պետություններին կարգի հրավիրելու եւ Հելսինկյան սկզբունքները հիշեցնելու միջոց է։ Երկրորդ, մեր այս քայլը ստիպում է եւ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին դուրս գալ իրենց խրամատներից։ Մենք բավականին պարադոքսալ իրավիճակի ենք հասել, երբ քաղաքացիական հասարակությունն է կարգի հրավիրում այս բոլոր կառավարություններին, ներառյալ Ադրբեջանի եւ Հայաստանի։ Ռաֆի Գալֆայանը մատնանշում է Վաշինգտոնյան նախաստորագրված համաձայնագիրը, որտեղ գերիների մասին որևէ կետ չկա, եւ հավելում է. Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով արդարադատության միջազգային դատարանի որոշումները միակ հաղթանակն էին, որ Հայաստանը ձեռք է բերել, միակը իրավադիվանագիտական հարթությունում, եւ Հայաստանը դրանից հրաժարվեց, այդ հաղթանակը զոհաբերելով հանուն միանգամայն կասկածելի խաղաղության։ Գալֆայանը կոչ է անում Սփյուռքի եւ Հայաստանի հայերին գիտակցել, որ այնինչ այսօր տեղի է ունենում Ղարաբաղի նախկին ղեկավարների հետ, կարող է վաղը տեղի ունենալ Հայաստանի քաղաքացիների հետ։ Հասմիկ Առաքելյան, Reopen Media։ Միջազգային իրավունքի փորձագետ Ֆիլիպ Ռաֆի Գալֆայանի հետ իմ գործընկեր Հասմիկ Առաքելյանի պատրաստած հարցազրույցի ամբողջական տարբերակը երեկոյան դիտեք Reopen-ի YouTube-յան ալիքում։
Ռուսական զորքերի կենտրոն խմբավորումը գրավել է Լենինո բնակավայրը Դոնեցկի մարզում։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը շնորհավորել է 57-րդ գվարդիական բրիգադի մարտիկներին Զապորոժիեի մարզի Պոլտավկա բնակավայրի գրավման առիթով։ Իսկ Ուկրաինայի հարցով դիվանագիտական ճակատում աշխարհը քննարկում է Հունգարիայում սպասվող Թրամփ-Պուտին հանդիպումը եւ Զելենսկու-Վաշինգտոն այցի արդյունքները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտին-Թրամփ Բուդապեշտում կայանալիք հանդիպման լիարժեք նախապատրաստումը նոր է սկսվում եւ մեծ ծավալի տնային աշխատանք կա անելու։ Ամենամեծ խնդիրն այն է, որ Պուտինի օդանավը մինչև Հունգարիա հասնելը հատելու է օդային սահմանը ՆԱՏՕ-ի անդամ մի քանի այլ երկրների, որտեղ նրան ձերբակալելու միջազգային քրեական դատարանի հրամանագրեր կան։ Ինչ վերաբերում է Թրամփ-Զելենսկի վերջին հանդիպմանը, վերլուծաբաններն այն ձախողված են համարում Ուկրաինայի նախագահի համար։ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի Վաշինգտոն կատարած այցի նպատակը Թոմահաուք հրթիռներ ստանալն էր, սակայն նրա այցը ստվերվեց միանգամից մի քանի անբարենպաստ հանգամանքներով։ Ուկրաինայի նախագահին ամերիկյան կողմից պաշտոնապես որևէ մեկը չէր դիմավորել, իսկ Սպիտակ տանը նախատեսած հանդիպումը կրում էր ոչ պաշտոնական բնույթ, կազմակերպվելով կառավարության նիստերի դահլիճում, այլ ոչ թե Օվալաձև աշխատասենյակում, ինչպես ընդունված է նման մակարդակի այցերի դեպքում։ Փիթեքսետն էլ կրում էր Ռուսաստանի դրոշի գույներով փողկապ։ Սպիտակ տանը հանդիպումից հետո Զելենսկին ստիպված եղավ լրագրողների հետ զրուցել շենքից դուրս։ Զելենսկիի առաքելության հեռանկարները էլ ավելի մթագնեցին, երբ նրա այցից ընդամենը մեկ օր առաջ Դոնալդ Թրամփը հայտարարեց Բուդապեշտում Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու մտադրության մասին։ Այս անսպասելի հայտարարությունը երկրորդ պլան մղեց Զելենսկիի սպառազինություն ստանալու ջանքերը։ Մենք կարևոր հեռախոսազրույց ունեցանք, ինչպես գիտեք, նախագահ Պուտինի հետ, եւ մենք դրա մասին կխոսենք։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին շատ բաների է դիմացել։ Նկատի ունեմ, նա իսկապես դիմացել է, եւ մենք նրա հետ միասին ենք դիմացել։ Անկեղծ ասած, սա երկար ժամանակ է տևել, եւ կարծում եմ, մենք մեծ առաջընթաց ենք գրանցում։ Պուտինի հետ գագաթնաժողովի որոշման մասին Թրամփը հայտնել էր ռուս պաշտոնակցի հետ ունեցած ավելի քան 2 ժամ տևողությամբ հեռախոսազրույցից հետո։ Թրամփի նման որոշումը կասկածի տակ է դնում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունները, հատկապես այն բանից հետո, երբ նա ներկայացրեց իր տեսլական հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Թողեք իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա։ Ուկրաինան արդեն իսկ բաժանված է։ Կարծում եմ, տարածքների 78%-ը, որ ուզում էր գրավել, Ռուսաստանն արդեն իսկ գրավել է։ Թողեք ամեն ինչ այնպես, ինչպես հիմա կա։ Նրանք կարող են ավելի ուշ ինչ-որ բանի շուրջ բանակցել, բայց ես ասել եմ, գիծը քաշել եւ կանգ առնել շփման գծի վրա։ Վերադարձեք տուն, դադարեցրեք կռվելը, դադարեցրեք մարդկանց սպանելը։ ԱՄՆ նախագահի այս դիրքորոշմանը եւ տարածքային զիջումների հեռանկարին անդրադարձավ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, նշելով բանակցային գործընթացի հիմնական բարդությունը։ Կարծում եմ նախագահը հասկանում է, որ ցանկացած բանակցություններում անկախ դրանց ձևաչափից ամենաբարդ հարցը լինելու է տարածքայինը։ Ցավոք, խոսքն Ուկրաինայի տարածքի մասին է։ Վաշինգտոնում տեղի ունեցած այս զարգացումների ֆոնին Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ընդգծել է, որ Ուկրաինայի ապագան կախված է ոչ թե Միացյալ Նահանգների դիրքորոշումից, այլ եվրոպական միասնությունից։ Ես երբեք չեմ հոգնի կրկնելուց, որ խաղաղության բանալին գտնվում է եվրոպական հողի վրա։ Այն Միացյալ Նահանգներում չէ, այն Եվրոպայում է։ Ուստի Եվրոպան բացարձակապես վճռորոշ է, եւ քանի որ Ուկրաինան եւ Եվրոպայի միացած, եւ քանի դեռ Ուկրաինան եւ Եվրոպայի մնացած մասը միասնական են, ոչ նախագահ Թրամփը, ոչ էլ նախագահ Պուտինը չեն կարողանա նրանց կոտրել, բայց նրանք պետք է միասնական լինեն եւ հենց դա էլ արել է Զելենսկին նախագահ Թրամփի հետ իր հանդիպումից հետո զանգահարելով իր գործընկերներին։ Դիվանագիտական քննարկումներին զուգահեռ ռազմաճակատում շարունակվում են թեժ մարտերը։ Ռուսաստանը հայտնում է նոր տարածքներ գրավելու, իսկ Ուկրաինան Ղրիմում ռուսական թիրախներին հաջող հարվածներ հասցնելու մասին։ Կրեմլից հանդես են եկել անսպասելի առաջարկով կառուցել Պուտին-Թրամփ երկաթուղային թունել Բերինգի նեղուցի տակ։ Ըստ աղբյուրի այն կկապի երկու երկրները, կխթանի բնական ռեսուրսների համատեղ յուրացմանը եւ կխորհրդանշի միասնությունը։ Դավիթ Գենջոյան, Ռիոփն մեդիա։ Եմենում հութիները հարձակվել են ՄԱԿ-ի ներկայացուցչության վրա եւ ձերբակալել 20 աշխատակցի Անսար Ալլահ կազմակերպության զինյալները նրանց կասկածում են Միացյալ Նահանգների եւ Իսրայելի օգտին լրտեսության համար։ Նախորդ հարձակման ժամանակ օգոստոսի 31-ին նրանք ձերբակալել էին ՄԱԿ-ի 11 աշխատակցին նույն մեղադրանքով։ ՄԱԿ-ը դեռ չի կարողանում հասնել իր ընդհանուր թվով 53 ձերբակալված աշխատակիցների ազատ արձակմանը։ Միջազգային լրահոսին հետևում է Դավիթ Գենջոյանը։
Լարվածությունը Գազայի հատվածում կրկին սրվել է։ Իսրայելական կողմը Համասին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու եւ 2 զինվորների մահվան մեջ, թիրախավորելով խմբավորման տասնյակ օբյեկտներ, այդ թվում ստորգետնյա թունելներ։ Գազայի առողջապահական մարմինների տվյալներով իսրայելական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 42 պաղեստինցի, այդ թվում երեխաներ եւ լրատվամիջոցի ներկայացուցիչ։ Համասի ռազմական թևը հերքել է իր առնչությունը միջադեպերին, վերահաստատելով հրադադարին հավատարմությունը եւ նշելով, որ կորցրել է կապը Ռաֆայում գտնվող ստորաբաժանումների հետ։ Փոխադարձ մեղադրանքների ֆոնին Իսրայելի վարչապետի հրամանով դադարեցվել է մարդասիրական օգնության մատակարարումը Գազա, վտանգի տակ դնելով միջազգային միջնորդներով ձեռք բերված փխրուն զինադադարը։ Փարիզի Լուվրում տեղի ունեցել հանդուգն կողոպուտ։ Թանգարանի բացման ժամերին հանցագործները օգտագործելով ամբարձիչ կոտրել են Ապոլոնի սրահի պատուհանը եւ ֆրանսիական թագի գանձարանից հափշտակել Լուի Նապոլեոն կայսրի եւ Եվգենիա կայսրու 8 թանկարժեք զարդ։ Փարիզի դատախազի հաղորդմամբ աշխարհահռչակ ռեգենտ Ադամանդը չի տուժել, իսկ մոտոցիկլետներով փախուստի դիմաց հանցագործները որոնվում են։ Միջադեպից հետո թանգարանը փակվել է, իսկ Լուվրի արհմիությունը տեղի ունեցածը որակել է որպես անվտանգության համակարգի լուրջ ձախողում։ Վաղ առավոտյան Հոնկոնգի միջազգային օդանավակայանում վթարի է ենթարկվել Դուբայից ժամանած Boeing 747 բեռնատար օդանավը, վայրեջքի ժամանակ դուրս գալով թռիչքուղուց եւ հայտնվելով ծովում։ Թեև օդանավի անձնակազմի 4 անդամները փրկվել են, տեղական լրատվամիջոցները հայտնում են ցամաքային մեքենայում գտնվող 2 մարդու մահվան մասին, որոնց ենթադրաբար հարվածել է ինքնաթիռը։ Emirates-ի համար թռիչքը իրականացնող օդանավի վթարի հետևանքով փակվել է աշխարհի ամենածանրաբեռնված բեռնափոխադրող օդանավակայանի հյուսիսային թռիչքուղին, առաջացնելով չվերթների խափանումներ։ David Genjoyan, Open Media. Վերադառնանք Հայաստան, բեռնատարների վարորդները կրկին բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց, նրանք պահանջում են ռուսական կողմի հետ բանակցել եւ հասնել Ռուսաստանում խստացված օրենսդրության պայմանների փոփոխությանը։ Ըստ այդ պայմանների օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են երկրում գտնվել մինչեւ 90 օր։ Հիշեցնեմ, այս տարվա սեպտեմբերի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր, մինչդեռ առաջ այդքան օր կարող էին մնալ 6 ամսվա ընթացքում։ Վարորդները նշում են, որ Ղազախստանը կարողացել է հասնել նրան, որ այդ կարգավորումը հանվել է ղազախ վարորդների համար, հետևաբար Հայաստանը ևս պետք է փորձի կարգավորել խնդիրը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ բոլոր դատականատյաններն անցնելով կոնսերվատորիայի այգին վերջապես վերադարձել է Երևանի քաղաքապետարանի լիազորությունների ներքո, մեջբերեմ բոլոր պոտենցիալ առաջին քայլերը մենք կարող ենք սկսել եւ նաև դիտարկել բոլոր առաջարկները, որոնք ունեցել ենք այգու վերակառուցման, կանաչապատման վերաբերյալ, ասել է Ավինյանը։ Հիշեցնեմ, որ այգու վարձակալության հարցը դատարանում վիճարկվում էր մի քանի տարի, այդ ընթացքում չի ջրվել եւ ծառերի մի մասը չորացել է։ Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը արդեն 17-րդ անգամ վերադառնում է Երևան։ Ռեանիմանիան Հայաստան է բերել Արքեյնի աշխարհահռչակ հեռուստասերիալի հեղինակներին, Netflix-ի ներկայացուցիչներին, Մինյոններ մուլտֆիլմի պատկերաշարի հեղինակին եւ այլ միջազգային արտիստների ու իլյուստրատորների։ Ֆրանսիացի երգիչ Պատրիկ Ֆիորին Ֆրանս 2 հեռուստաալիքի հաղորդման ընթացքում հայտարարել է Եվրատեսիլ 2027 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու իր ծրագրի մասին։ Իր նոր ալբոմի մասին զրույցի ընթացքում արձագանքելով հյուրերից մեկի կատակին, որ նա հազվադեպ է բաց թողնում Հայաստանը հիշատակելու հնարավորությունը, արտիստն անսպասելի հայտնել է 2027-ին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու մասին, հավելելով, որ ամեն ինչ արդեն սկսվել է։ 56-ամյա արտիստի համար Եվրատեսիլին մասնակցությունը խորհրդանշական վերադարձ կլինի։ 1993 թվականին նա ներկայացրել է Ֆրանսիան Մամա Կորսիկա երգով, ճանաչում ստանալով ամբողջ Եվրոպայում։ Այսքան այս ժամի համար, հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Բարի ու խաղաղ երեկո բոլորիս։